Էջմիածնի երկրորդ ավագ դպրոցը հյուրընկալել էր կիրառական ծրագրավորման Դիջիկոդ պատանեկան մրցույթի մարզային փուլի մասնակիցներին։ Մրցույթն անցկացվում է 10-րդ անգամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Մասնակցում են բոլոր մարզերի ու Ջավախքի Արմաթ ինժեներական աշխատանոցների ստաները իրենց նախագծերով։ Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի տեխնոլոգիական կորիզը։ Եվ լավագույն աշակերտներ եւ լավագույն աշխատանքները պետք է բացահայտվեն, այսինքն անկախ նրանից աշխատանքը լավն է թե չէ, աշակերտի որակները նույնպես հաշվի են առնում նրա ներկայացուցչական ունակությունները, կոդին տիրապետելու հատկությունները եւ այլն, այսինքն ժյուրին զուտ չի կենտրոնանում տրված աշխատանքի վրա, նա նաև կենտրոնանում է, թե ինչպես է ներկայացվում աշխատանք։ Մրցույթին մասնակցում են նախամարզային փուլը հաղթահարած ավելի քան 1300 երեխա։ Պայքարում են խաղերի ստեղծում, վիրտուալ համակարգերի նախագծում եւ դիվայսների ինտեգրում կատեգորիաներում։ Գնահատման չափանիշները տարբեր են։ Խաղերի դեպքում ուշադրություն են դարձնում դրա բարդությանն ու հետաքրքրաշարժությանը, իսկ վիրտուալ համակարգում գնահատում են նախագծի օգտակարությունը։ Ժյուրիի անդամի խոսքով կարևորը ծրագրավորման գիտելիքներ եւ ալգորիթմական մտածողություն ձեռք բերելն է։ Դրա ռեալիզացիան կլինի խաղի տեսքով, թե նախագծի տեսքով երկրորդական է։ Եթե իրանք խաղի պատրաստման միջոցով կարողանում են այդ գիտելիքները ձեռք բերել, վաղը նրանք դա կարող են օգտագործել գիտության մեջ կամ արհեստական բանականության մեջ կամ լրիվ ուրիշ ոլորտ։ Ֆանտաստիկ երեխաներ ունենք, ես նայում եմ, թևավորվում եմ, ես ինքս ահագին երկար ժամանակ դասավանդել եմ Արարատում, բայց հիմա ես որտեղ նայում եմ, ինչքան հետարքիր նախագծեր ունեն մեր արդեն շատ ավելի փոքր երեխաները, ես ուղղակի թևավորվում եմ պատկերացնելուց, թե վաղը ինչ արդյունքներ են իրենք հասնելու։ Ինժեներական դասընթացները դրական ազդեցություն են թողնում երեխաների կրթության, մտածողության եւ աշխարհընկալման վրա։ Սովորեցնում են թիմային աշխատել, ճիշտ հարաբերություններ ստեղծել, պիտանի լինել ընտանիքին, դպրոցին, համայնքային կյանքին։ Արտաշատի 3-րդ դպրոցի արմաթցիները խմբավարի խոսքով համայնքի խնդիրները տեղափոխում են աշխատանոց եւ փորձում լուծումներ գտնել։ Օրինակ ավտոմատացված զանգ ստեղծել դպրոցի համար, երեխաներ ունենք, որոնք նախագծային աշխատանքի շրջանակներում ուզում էին աղբամանների հետ կապված խնդիրներ լուծել, որոնք Արտաշատ քաղաքում կան, ապագայում ունենք նմանատիպ ծրագրեր Արարատի մարզի հետ կապված, լուսացույցների կարգավորման հետ կապված։ Լևոնն ու քույրն էլ Արաքս գյուղի ջերմատներ կառուցելու նախագիծ են ներկայացրել։ Երեխաները փորձում են օգտակար լինել համագյուղացիներին, առաջարկում են ջերմոցները ոչ թե աչքաչափով, այլ կոնկրետ հաշվարկներով կառուցել։ Ջերմոցի լայնությունը էլի 9, ջերմոցի երկարությունը 10, մեր մոտ կգծի ջերմոցի նախնական տեսքը։ Պատրաստել ենք մի նախագիծ, որը մեր գյուղացիներին կօգնի ավելի շուտ պատրաստել ջերմոցները, դե մենք ամենաշատը զբաղվում ենք գյուղատնտեսությամբ մեր գյուղում, եւ մենք պատրաստել ենք մի խաղ, որը նրանց կօգնի ավելի շուտ հաշվարկներ անել ջերմոց սարքելուց առաջ։ Ուղարկել եմ մի քանի հոգու լինկը մեր նախագծի, մի քանի հոգի տեսել եմ, բայց գյուղապետը չգիտեմ որ տեսել է։ Դիջիկոտի մարզային փուլն անցածները կմասնակցեն հանրապետական մրցույթին, որտեղ լավագույնները հնարավոր է աշխատանքի առաջարկ ստանան, իսկ բարձր գնահատված գործերը կներկայացվեն Digitech Expo-ին։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։